Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ուզում եք իմանալ, որտեղ են հատվում հյուրընկալության արվեստն ու բնության հրաշքը։ Եկեք Mountree։ Mountree հյուրանոցը գտնվում է Վանաձորից 5 կիլոմետր հեռավորության վրա Վանաձոր Ալավերդի ճանապարհի աջ կողմում, Փամբակ գյուղի մոտ։ Հետաքրքրող բոլոր հարցերի ու ամրագրումների համար կարող եք զանգահարել։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը մենք հաճախ ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Դուք գիտեք, որ մենք ոչ շատ հաճախ, բայց առիթ ունենում ենք գտնվելու մեր հրաշալի հայրենիքի իսկապես հետաքրքիր ու տարբերվող քաղաքներում։ Այսօր բոլոր երևի ժամանակների բոլորի համար մի տեսակ առանձնացող մի քաղաք կա, Վանաձորը, որտեղ մարդիկ, օդը, բնությունը, ամեն ինչ կարծես այնքան ներդաշնակ է, հրաշքների հավատալն ասում են այստեղ հեշտ է լինում։ Միևնույն ժամանակ ասում են օդը, ջուրը, տրամադրությունն ու մարդիկ այստեղ իսկապես շատ ներդաշնակ են։ Իսկ դուք պատկերացնում եք ինչ է նշանակում, եթե դու ներդաշնակ ես այս հրաշք բնության հետ։ Մենք այսօր հետաքրքիր ու շատ տարբերվող կնոջ հետ առիթ ունենք խոսելու, ով հնարավորություն է տալիս իրականում յուրաքանչյուր միջոցառում մի քիչ ուրիշ դարձնել։ Ոչ թե ուղակի քաղցրավենիք, ուղակի տորթը լինի շատ ուրիշ, այլ այդ տորթի մեջ այնքան սեր կա դրված, այնքան նուրբ եւ նաեւ ձեր ցանկություններն ամփոփված, որ տպավորություն է, որ իրականում ամեն ինչ դառնում է հնարավոր։ Ինչքան էլ ժամանակները փոխվեն, միևնույնն է, յուրաքանչյուր առիթի ամենագլխավոր ոչ միայն համը, այլև բույրն ու շուքը տալիս են տորթերը։ Սիրելի հետևորդներ, այս պահին նաև ձեր անունից ուզում եմ սիրով ողջունել Վանաձորում գործող Նաիրա KX-ի հիմնադիր Նաիրա Ղուկասյանին։ Շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ Նաիրա, որ առիթ ունենք հանդիպել։ Մենք ձեզ հանդիպելուց առաջ տեսել ենք ու վայելել ձեր հրաշք տորթերը։ Ողջույն, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, մենք միշտ կարևորում ենք, երբ մարդը ինչ-որ գործով զբաղվում է, ոչ միայն իր բիզնեսը, իր աշխատանքը շատ պրոֆեսիոնալ կատարում է, այլ իր կյանքի պատմությունն ու իր տեսակը։ Ասում են յուրաքանչյուր բիզնես, յուրաքանչյուր հատկապես ձեռքերի հետ կապված, դուք այնքան սիրով ձեռքերով պատրաստում եք, այս ամեն ինչի մեջ մարդկային էներգիան շատ կարևոր ու առանձնացող տեղ ունի, համաձայն եք։ Իհարկե, անպայման, շատ եմ սիրել ու շատ փոքր տարիքի հասակից եմ սիրել։ Բայց ձեր թույլտվությամբ Նաիրա սկզբից գանք, առաջին մասնագիտությամբ փաստորեն մանկավարժ եք։ Մանկավարժ եմ, ավարտել եք Վանաձորի պետական համալսարանը եւ որ շատ կարեւոր է փաստորեն կուլտուրայի բաժինը մարզիկ եք դուք մասնագիտությամբ, Մարզիկ եմ, թեթև ատլետ, զբաղվել եմ վազքով, բավականին երկար տարիներ եմ զբաղվել, մեծ հաջողություններ եմ ունեցել այնտեղ, փորձել եմ լինեմ առաջնայիններից։ Այո։ Եւ մեծ հաջողություններ ունեցել եմ կրտնաջան էլի արդյունքով։ Երկու Արչարվելու աշխատելու չի եղել։ Այո, 2007 թվականին ատլետիկայի համաքաղաքային մրցումներում առաջին տեղն եք զբաղեցրել։ Գիտեմ, որ արդեն հաջորդ տարի 2008-ին Հայաստանի Հանրապետության արդեն ատլետիկայի ֆեդերացիայի կողմից հենց կրոսավազքում առաջին տեղ դիպլոմ եք ստացել։ Այսինքն այսպես հաղթանակները եւ նպատակին հասնելը, ծրագրեր իրականացնելը ձեր մեջ կա։ Իմ բնավորության մեջ կա, եթե ինչ-որ մի բանով զբաղվեմ, անպայման պետքա արդյունքը լինի գերազանց։ Դժվար չի եղել այստեղ եւ հատկապես սպորտն եք ընտրել դուք։ Այստեղ նաեւ ասում են բնավորության մի գիծ պիտի ունենաս, որ որևէ կերպ չհանձնվես։ Դժվար իհարկե, դժվարություններ շատ են եղել, երբեմն եղել է շատ դժվար, բայց երբ որ չես հանձնվում, պայքարող տեսակ ես եղնում, ինչ էլ ուզում ա լինի, միանշանակ հասնում ես այն կետին, այն նպատակին, ինչ որ քո առաջ դրել ես։ Այո։ Եվ տպավորություն է, որ ուղղությունները շատ տարբեր են, չնայած երբ ձեզ այսպես տարբեր ուղղություններ, իրականում դա էլ է շատ դժվար։ Երևում է համացանցից նկաները, որ մենք ներբեռնում ենք, այն պահը մի վայրկյան է, բայց դրա հետևը այն չարչարանքային դժվարությունները, այն շատ դժվարությունները, որի միջով որ անցնում ենք, բայց ամեն ինչ լավ է լինում։ Այո։
Շատ լավ է լինում։ Հա, անպայման առանց լավատեսության չի լինում ոչ։ Չի լինում։ Շատ լավ։ Նաիրա, փաստորեն դպրոցական տարիներից արդեն սիրել եք դուք թխել։ Հետաքրքիր է, սպորտը եւ խոհանոցը ինչպես է եղել այս համադրությունը, որտեղից եք ոգեշնչվել կամ Շատ մանկուց դեռ դպրոցական տարիներից շատ եմ սիրել ու միշտ ասում էի, որ դեռ դպրոցական ամառային արձակուրդներին գնամ սովորեմ ու չէր լինում տարին տարվա վրա դպրոցի այդ տարին ուսումնական տարին ավարտվում էր, ամառը գալիս էր, բայց չգիտես ինչ պատճառներով չէր լինում։ Երևի թե որ սպորտի էի գնում, այդտեղ կար հաջողություններ, ժամանակ չէր լինում, անցնել այլ պլանի։ Այո։ Բայց ժամանակը եկավ, որ հասկացա, որ իրոք ուզում եմ զբաղվել սիրողականից անցնել պրոֆեսիոնալ հարթակ։ Դա այսպես շատ մեղմ է ասում Նաիրա Ղուկասյանը, պրոֆեսիոնալ հարթակ։ Դուք իհարկե որոշում ենք հիմա այստեղ ֆոտոներ տեսնում ենք, էջը կարող եք մտնել եւ տեսնել Նաիրա KX-ի Վանաձորում, Վանաձորի կից բնակավայրերում վստահ եմ, որ շատերը գիտեն։ Ես գիտեմ, որ շատ նաեւ մեր հայրենակիցները արտերկրից, ովքեր այ մեզ հիմա դիտում են, նրանք էլ կարող են իսկապես տարբերվող անակնկալ մատուցեն Վանաձորի հարակից բնակավայրերի այս մարզի, հա, իրենց հարազատներին, ուղղակի զանգահարելով այս հեռախոսահամարով եւ պատվիրելով իրենց նախընտրած տորթը, իրենց նախընտրած ձևի, իսկ ինչ վերաբերում է համին, ապա այստեղ փոխանցելը շատ դժվար պիտի լինի, բայց ես ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ բոլոր այն միջոցառումները, որոնց տորթերը մեծ հսկայական այս տորթերը պատվիրված են Նաիրա KX-ից, անպայման վերջում շատ ուշադիր եւ հետաքրքրվում են, թե ով է այս տորթի հեղինակը։ Սիրելի հետևորդներ, տեսնում եք դուք հեռախոսահամարը, հիմա ես ուզում եմ բացել երևի ամենակարևոր գաղտնիքը։ Մեր հրաշալի հմայիչ Նաիրա Ղուկասյանը 3 երեխաների մայր է, 3 հրաշք աղջիկներ ունի։ Այո։ Փաստորեն 9 տարեկան, 2 եւ 1 տարեկան դուստրեր ունեք, Աստված պահի։ Նաիրա, եւ գիտեմ, որ երեխաների նաեւ ամսվա այդ լավ գեղեցիկ առիթի տորթերը պատրաստելուց է նաև այդ միտքը հղացել, որ անպայման հիմնեք այս ընկերությունը։ Առաջնեկից ծնունդից հետո, անմիջապես հետո, երբ որ արդեն բալիկս պետք է դառնար 1 ամսական ու մնացած առիթներին, արդեն որոշեցի, որ պետքա ինքս պատրաստեմ իր տորտիկները ու հասկացա, որ ամեն ամիս անցնելով ես շատ եմ սիրում այս աշխատանքը, ստացվում էր, չեմ ասի իդեալական, բայց ամեն դեպքում տեսնում էի, որ ստացվում է, նմանվում է այն ինչ որ տեսնում եմ ես նկարը ու ես ստանում եմ հենց դա։ Ու շատ մեծ սիրով հետո ընտանիքի անդամները ողջևորելով, որ շատ լավն է ստացվում, համ համը, համ տեսքը, մի քիչ էլ որ աշխատես, մի քիչ էլ չարչարվես, ու այդպես առաջնեկս եղավ իմ մոտիվացիան, որ ես ավելի խորանամ, ավելի այս ասպարեզում հմտանամ, գնամ սովորեմ եւ այդպես էլ արել եմ, հատուկ կրթություն ստացել եմ, այս ոլորտում էլ ունեմ կրթություններ, վերապատրաստում։ Այո, ես գիտեմ, որ յուրաքանչյուր մանրուքի ինչպես անել, ինչպես մատուցել, ինչպես այս հրաշքը, որպեսզի նաև, որովհետև շատ համեղ են ձեր տորթերը, սրա մասին շատ են խոսում, բայց համն ու տեսքը քիչ է լինում, որ համադրվում է, չէ՞, այդպես։ Եվ միևնույն ժամանակ ես նախնական զրույցի ժամանակ էլ ասացի, սիրելի հետևորդներ, տպավորություն է, որ նկարները տեսնում ենք, այդ նույն նկարով ստանում ենք, հիմա շատ է Փառք Աստծո տեսականին եւ հնարավորություն ընտրելու, բայց իրականում ձեռագրի մեջ տարբերություն կա, շատ նուրբ ինչ-որ մի բան կա, որը երևի առանձնացնում է հենց Նաիրա KX-ը եւ շատ կարճ ժամանակ անց արդեն հիմնեցիք փաստորեն ընկերությունը, որոշեցիք նաեւ պատվերներ։ Հա, որոշ ժամանակ հետո սովորելուց որոշ ժամանակ հետո կար մտավախություն մի քիչ այդ վախը կար պատվեր վերցնել, թե չէ հաճախորդին դուր կգա, դուր չի գա, ինչպես կարձագանքել, բայց ամեն դեպքում գործի կեսը ռիսկն է, փորձեցի ու գոհ եմ Փառք Աստծո, մինչև հիմա էլ այդ հետադարձ կապը հաճախորդի հետ շատ լավն է, միշտ դրական կարծիքներ, միշտ, թե տեսքը, թե համը, տորթի, թե նաև հենց սպասարկումը իմ կողմից հաճախորդի հետ խոսելաձևը, որ միշտ դա էլ է շատ կարևոր հաճախորդի հետ խոսելը, որտեղ ամենասկզբից հենց խոսում ենք, եթե խոսքը չի լինում լավ, բարեհամբույր, շփումը շատ կարևոր է այդ սպասարկումը, բայց շատ հետադարձ կապը հաճախորդների կողմից շատ լավն է։ Ամեն տորթի հետ, որ հետադարձ կապը լինում է շատ լավ է, ինքը շատ եմ երջանկանում, շատ։
Եվ միևնույն ժամանակ Պաստորին Նաիրա հարսանեկան ծննդյան մկրտության ես գիտեմ, որ շատ վստահում են Naira KX-ին, բացի հարսանեկանից, որը երևի մեծամասնություն է կազմում, նաև երեխաների ծննդյան ու մկրտության հետ կապված եւ երեխաների համար նախատեսված միջոցառումների տորթերը։ Հա, կնունք, ծնունդ, հարսանիք, բոլոր առիթների տորթերը տարբեր թեմատիկայով, ինչ որ իրանք են ցանկանում, ինչ որ հաճախորդը ցանկանում է, նույնությամբ եթե ոչ ավելի լավ, նույնությամբ ստանում եմ հիմնականում։ Նույնությամբ կարողանում եք ստանալ եւ նաեւ ինչու եմ ասում, որ երեխաների հետ կապված շատ վստահում եմ, որովհետեւ ես գիտեմ, որ հումքը միայն, հա, այսպես միայն բնական, պարտադիր պետքա բնական լինի։ Այո։ Եթե բնական հումքա միանշանակ համով է լինելու, հաճախորդն էլ գոհ է։ Ինչպես է կարողանում այ բնական հումքի դեպքում մի քիչ ավելի դժվար է, չէ՞, ձևը այդպես ստանալ, Իհարկե, բնական հումքի դեպքում էլի աշխատանքը որոշակի դժվարանում է, բայց ամեն դեպքում, եթե ձեռքերը հմուտ են լինում, քո գործի գիտակ ես լինում, վարպետ ես լինում, ամեն դժվարություն հեշտ ես անում։ Երբ որ սիրով ես անում, շատ մեծ սիրով, ինքս շատ մեծ սիրով եմ անում, իմ աշխատանքը, ամեն ինչ լինում է հարթ ու լավ։ Նշում եք, որ սիրով եմ անում, բայց սա հսկայական ստեղծագործական աշխատանք է։ Շատ դժվար է ու շատ հաճելի, բայց կան ժամեր, հիմա այս ժամանակահատվածում իմ փոքր բալիկների հետ, երբ որ իրանք քնում են, ես այդ ժամանակ եմ հիմնական մեծ աշխատանք անում, երեկոյան իրանք քնում են, ես երեկոյան արդեն երեկոյան ժամերին եմ աշխատում, քնի հաշվին։ Բայց ամեն դեպքում շատ մեծ սիրով եմ անում։ Այո, եւ ընտանիքը նշեցիք, որ ձեր կողքին է, այսինքն այդ ողջավորությունը կա։ Ընտանիքս, ամուսինս, ամուսնուս ծնողները իրանք միշտ իմ կողքին են, միշտ օգնում են, առանց իրանց օգնության ուղղակի իրոք հնարավոր չի 3 աղջիկների, երկուսը շատ փոքր, չնայած մեծն էլ այնպես չի, որ մեծ է, բայց շնորհակալ եմ իրանց, որ իրանք իմ կողքին են, թեև ու տիկունք են։ Այո, շատ կարևոր է, չէ՞, այդ նաև ինչ որ հաճելի սիրուն ու գեղեցիկի հետ եք շփվում անընդհատ։ Նաիրա, ճիշտ է, բարդ է, դժվար է, բայց կնոջ համար ինչ է տալիս կնոջը, հա, այդ գեղեցիկի անընդհատ այդ համեղ, այդ բույրերի, այդ գեղեցկության մեջ լինելը։ Երևի ավելի շատ գնահատված լինելը։ Մարդկանց երջանկությունը, երբ որ ես տորթը փոխանցում եմ հաճախորդին ու նայում եմ իրենց դեմքին, այն երջանկությունը, այն ուրախությունը, որ իրանք այդ պահին արձագանքում են, որ վայ Նաիրա ջան, շատ շնորհակալ եմ, ես ինչ լավ եք ստացել, իմ սպասվածից էլ ավելի է, դա ինձ համար երջանկությունն է, որ մարդուն կարողանում եմ ուրախացնեմ։ Այո։ Շատ մեծ բան է, դա ինձ շատ մեծ էներգիա է տալիս հետագայի համար, հետագա աշխատանքների համար։ Այո, փաստորեն էներգիան ստանալու շատ կարևոր իսկապես մեծ աղբյուր է։ Ինչու եք որոշել, որ միայն տորթեր, միայն այսպես գեղեցիկ, այսինքն խմորեղեններ չեք պատրաստում։ Գիտեք ինչպես եղավ, հենց սկզբից հենց տորթեր էինք մտածել ու պատվերները այնքան շատ է լինում, շատ է լինում, պատվերների շատ քանակից ինքս մենակ եմ աշխատում ու արդեն հասցնելու հետ կապված ախնդիր լինում պատվերների շատության, որ ուզում եմ մի բան անեմ, բայց անեմ գերազանց, քան մի քանի բան ու միջին որակ ապահովեմ, դա ինձ համար չի։ Բայց հետաքրքիր է, Նաիրա, ամենասկզբում էլ նշեցիք, որ միշտ սիրում եք այսպես բարձր նշաձող սահմանել ու հասնել դրան։ Որտեղից է սա սկսվել, սա ձեր բնավորության մեջ է եղել դեռ երևի շատ փոքրուց, որովհետև հենց սպորտի այս ուղղությամբ, այս ուղղությունն ընտրելն էլ երևի դրա հետ կապ ունի։ Երևի կապ ունի, բայց փոքր տարիքում ծնողներս ասում են, որ խելոք եմ եղել, չխոստան եմ եղել, այդքան խելոք եմ եղել, բայց երևի թե սպորտը տվեց այդ բնավորության գծերը, համառություն, պայքար, մինչև վերջ գործը եթե սկսեցինք գնում ենք մինչև վերջ ու նպատակին հասնելու ամենաբարձր կետին։ Ինքս ինձնով ու այդ բնավորության գիծը մնաց ինձ հետ, որը շատ լավ է։ Ինստիտուտի տարիներին էլ պետք է լինեի գերազանց եւ գերազանցության դիպլոմով ես ավարտել եմ։ Տորթերում ինքս ինձ պետքա ինքս ինձ անցնեմ, հենց ինքս ինձ։ Ոչ մեկին էլի չնայելով, չհամեմատվելով, իմ անհատական ձեռագրով ինքս տարբերվեմ։
Այո, նաև դուք դա փաստորեն դասավանդել եք դեռ արդեն մագիստրատուրայում, հա, աշխատել եք որպես ֆիզկուլտուրայի դասախոս քոլեջում, այսինքն այդ փորձը ունեք նաև մանկավարժական, տանը, ընտանիքում երեխաների հետ կապված է ընտանեկան հոգսերը, կիրառում եք այս ձեր բնավորությանը կարևոր ամեն ինչ սկսածը մինչև վերջ հասցնելու, չհետաձգելու այս կարևոր գծերը։ Հա, իմ բնավորությունը չի փոխվում, այդ բնավորությունը կա մինչև հիմա։ Ինչ վերաբերում է երեխաներին, փաստորեն արդեն 9 տարեկան է, ես գիտեմ, որ երաժշտական այսպես որոշակի հակումներ ունի, շնորհք ունի ձեր ավագ դուստրը։ Հաճախում է վոկալի, դաշնամուրի, սոլֆեջոյի, օտար լեզուների։ Ինչպես է հնարավոր է ամեն ինչ։ Դժվար է, բայց անհնար չէ, շատ դժվար է։ Գնում է սիրով ինքն էլ։ Շատ մեծ սիրով է հաճախում իր խմբակներին։ Մենք չնշեցինք, որ դուք մկանային վնասվածք եք ունեցել եւ դրանից հետո եք ըստ էության թողել սպորտը, թե չէ այս հաղթանակները, որոնցից 1-2-ը մենք նշեցինք, բայց շատ մեծ թիվ է նվաճումների, հաղթանակների, պարգևների, երևի կշարունակեիք այս ուղղությամբ, այսինքն ինչ որ մի բան եղավ, որը փոխեց ձեր կյանքի ուղին, բայց դուք դրա մասին նույնիսկ դրան չեք անդրադառնում, այսինքն չեք կոտրվում ինչ-որ մի բանից, որը չի ստացվում։ Կոտրվում եմ, բայց շատ շուտ վերականգնվում եմ հոգեպես եւ ֆիզիկապես, բայց իհարկե կշարունակեի, որովհետեւ իմ ընտրածներ շատ մեծ սիրով էի հաճախում, մանավանդ որ կար հաջողություններ, այդ ավելի ամես ոգևորում, եթե հաջողություն կա, բայց եկավ այն պահը, որ սպորտային վնասվածքը խանգարեց, կյանքի այդ մի փուլը պրծանք անցանք հաջորդ շրջանի։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, ասում են, որ լավատեսությունը այն բոլոր դեպքերում, երբ ինչ-որ բան պատրաստվում է, հա, ձեռքով է պատրաստվում, հատկապես այդ մատերով, ասում են, էներգիան փոխանցվում է, չէ՞։ Այ մարդը պիտի կարողանա այդ լավատեսությունը ունենա, հանգիստ վերաբերի, որ ինչ-որ մի փուլ ավարտվում է, ինչպես ասում են, ինչ-որ մի դուռ փակվում է, բայց երևի դարպասներն են բացվում։ Սա ապրելակերպ է, դուք այսպես շատ սովորական եք դրա մասին խոսում, բայց շատ կանայք իրականում հենց այստեղ են խնդիր ունենում, որ իրենց թվում է, որ այդ փակված դռան հետ իրենց երազանքները փակվեցին։ Միշտ որոշակի տենց այդպեսի դժվարություններից ինքս էլ միշտ ասում եմ, երբ որ մի դուռը փակվեց, մյուսը միանշանակ բացվելու է ու լուսավորվելու է, ու այդպես էլ լինում է, միշտ լավատես եմ, միշտ օգնում է։ Շատ։ Մարդկանց հետ հարաբերություններում շփման մեջ ձեզ համար այսպես սովորական է յուրաքանչյուր հաջորդ տորթը, բայց այդ մարդկանց համար մանավանդ հարսանեկան դուք գիտեք, որ դա տպավորություն է, որ աշխարհի ամենակարևոր իրադարձությունն է, հա, այ այդ անընդհատ լարվածությունը եւ այլն, ինչպես է կարողանում նախ հանդարտեցնել, հանգստացնել, ասել, որ ամեն ինչ կլինի շատ լավ եւ միևնույն ժամանակ ինչպես է կարողանում այդ լարումը ձեր վրա չվերցնել։ Լարվածություն միշտ կա, ինչքան էլ ուզում աշխատանքային փորձ ունենաս։ Նամանավանդ հարսանեկան տորթերի ժամանակ պատասխանատվությունը շատ մեծ է ու շատ եմ կարևորում այդ հանգստությունը այդ պահին, լարվածություն լինում է, բայց ինքս ինձ կառավարելով, Աստծուն խնդրելով, որ ինձ հանգստություն տա, այս պահին շատ կարևոր է, որ ես հանգիստ լինեմ, աշխատանքը մինչև վերջ գնա, իդեալական գնա։ Ու այդպես լինում է։ Ներած ձեր թույլտվությամբ մի քիչ մասնագիտական փաստորեն արդեն ուղղությանը անդրադառնանք տորթերի պատվերներ են միայն հարսանեկան ծննդյան մկրտության ցանկացած առիթի ձեր ցանկացած ձևավորմամբ փաստորեն, բայց միայն տորթեր։ Ահա։ Եթե իրանք հստակ չգիտեն ինչ են ցանկանում, արդեն ինքս եմ ձևավորում, թե միջուկները, թե արտաքին տեսքը, բայց հիմնականում հաճախորդը կողմնորոշված է լինում, ինքն է ցանկանում ինչ միջուկով, ինչ արտաքին տեսքով ձևավորում լինի։ Այո, շատ լավ, քանի օր առաջ պետք է դիմեմ, որպեսզի դիմեն 5-ից 7 օր առաջ, որպեսզի կարողանանք հասցնել, որովհետև պատվերները շատ են լինում։ Այո։ Հասցնելու համար պետք է շուտ դիմել։ Այո, 5-ից 7 օր առաջ, իսկ ինչ միջոցներով, այսինքն սոցիալական կայքերով, հեռախոսահամարով, Facebook, Instagram, բոլոր տեղերով կարող են դիմել։ Այո, բոլոր կայքերով, առաքում կա, այո։ Վանաձորում եւ Վանաձորի մոտ մարզերում, քաղաքներում։
Այո, բնակավայրերում, օրինակ կարող է Տավուշի մարզից էլ, հա, ինչ-որ հատվածներ լինի, որտեղ մոտիկ է լինում իրենց հարմար առաքում միանշանակ արվում է։ Այո, հրաշալի է, կարող եք պատվիրել 5-ից 7 օր առաջ, ոչ մի խնդիր, այսինքն որակի հետ կապված, համի հետ կապված կարող եք հանգիստ լինել, իսկ տեսքը կլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում։ Նաև գունային, ես տեսնում եմ, որ գունային լուծումները, ձեր գույներն էլ այդ շատ բնական են, շատ այսպես նաև հարուստ, այդ նյութերը նույնպես ընտրում եք, ես գիտեմ, որ նշեցիք, որ դասընթացները անցել եմ, այսինքն նաև այս հումքերը ամենաանվտանգը երեխաների համար։ Ամենաանվտանգը, հենց բնական, շատ կարևոր է, որ ուտեն ու մարդկանց մոտ շնորհակալություն մենակ լինի։ Այո։ Գիտեմ, որ դրսից նաև հնարավոր է ուղղակի զանգահարել, պատվիրել եւ դուք այդ անակնկալը կմատուցեք։ Ահա, աշխարհի տարբեր հատվածներից կարող են պատվիրել եւ շատ են եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներից բազմաթիվ պատվերներ, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ քաղաքներից, եվրոպական պետություններից, տարբեր երկրներից պատվերներ եղել են։ Իրենք զանգահարում են, կապնվում են իրենց ցանկացած միջոցով, Վանաձորում իրենց բարեկամների համար կամ էլի հարակից մեզ մոտիկ գտնվող առաքում են կազմակերպում իրենց ցանկացած դիզայնով աշխատանքով տորթը նշված օրին եւ ժամին առաքվում է հոբելյարին անակնկալ ձևով։ Կարող է առաքվել հոբելյարին, իհարկե, եթե ծննդյան առիթ է, բայց պետք է հիշել, որ մենք առաջիկայում ունենք հրաշալի տոներ, հա, նոր տարվա, ամանորյա, այդ փոքրիկ իրականում հետաքրքիր, նմանավանդ այսպես տոնական այդ փոքր քաղցրավենիքը կարող է իրականում այդ ջերմությունը փոխանցել։ Կարծում եմ, որ այս առիթից պետք է օգտվել, հեռախոսահամարը դուք տեսնում եք, այս հեռախոսահամարով կարելի է ուղղակի կապվել եւ կազմակերպել հրաշալի մի բան։ Գիտեք, կարելի է միշտ ինչ-որ բան անել հարազատների համար, բայց երբ մարդը հասկանում է, որ իր համար դու ջանք ես թափել, մտածել ես, ուզեցել ես անակնկալ անել, սա երևի իսկապես կարևոր ու հետաքրքիր հաճելի պահն է։ Նաիրա, այ դուք անընդհատ անակնկալներ եք մատուցում, հաճելի ինչ-որ բաներ, փաստորեն ձեր միջոցով մարդիկ իրենց հարազատներին։ Սիրում եք դուք ինքներդ անակնկալներ եւ ինչպես եք պլանավորում ձեր օրը։ Ես ավելի շատ սիրում եմ այդ տալը, մարդ դիմացինից այդ ուրախությունը, երջանկությունը, անսպասելի վիճակը տեսնելուց շատ եմ ուրախանում, եղել է դեպքեր, որ ես առաքում արել եմ, իրենք հուզվել են, ես էլ իրենց հետ եմ հուզվել, իրանց այդ երջանկությամբ ես ապրել եմ, բայց ինքս անակնկալներ ինձ չեմ սիրում, ինքս չեմ սիրում։ Հետաքրքիր է, շնորհակալ եմ անկեղծության համար, անկեղծ մարդ եք առհասարակ, սիրում եք այսպես պարզ խոսել։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, որտեղից եք էներգիա ստանում, հանգստին տրամադրվող ժամանակը կամ այ հրաշալի տեսք ունեք, հատկացնում եք ժամանակ ձեզ։ Հանգստի ժամանակ շատ քիչ ունեմ, շատ քիչ հանգստի ժամանակ ունեմ, բայց իմ էներգիան իմ բալիկներից է, իմ երեխաներից է գալիս, իրանց հետ շփվելը, խաղալը, իրանց հետ հանգստանալը, իրենց հետ ապրելը, դա իմ էներգիան է։ Ինչ խորհուրդ կտաք կանանց, հա, ովքեր ուզում են նոր ինչ-որ մի բան անել, այ ովքեր մենք խոսեցինք, մոտիվացիայի կարիք ունեն։ Չհանձնվել իրենց առաջ եկած դժվարություններին, որովհետև դժվարություններ շատ է լինելու, անհնար է առանց դժվարությունների, երբեք չընկճվել, եթե ընկճվում են կարճ մնան այդ հատվածում, իրենց համար ուժ գտնեն, մոտիվացիա գտնեն, առաջ շարժվեն ու մինչև վերջ գնան։ Այո։ Երբեք ճանապարհի կեսից հետ չկանգնեն։ Շատ կարևոր լրացում արեց Նաիրան, այո, մինչև վերջ գնալ, որովհետև շատերը ինչ-որ բան փորձում են անել, հետո դժվարություններից հետո կիսատ են թողում, իսկ սա հոգեբանորեն էլ չէ, երևի դժվարն ու ցավալի պահն է, որ չես հասցնում մինչև վերջ։ Շնորհակալ եմ շատ, Նաիրա, ինձ շատ հաճելի էր իրականում։ Գիտեք, հաճելի է, երբ մարդը ինքը իր տեսակով այդպես կյանքին հաղթողի հայացքով է նայում, դուք այդպես եք նայում կյանքին, եւ ես ուզում եմ, որ այս ասպարեզում էլ, հա, Նաիրա KX-ը իրականում մեծ շարունակություն ունենա։ Գիտեմ, որ հիմա էլ շատ են, բայց ավելի շատ լինեն պատվերները, տորթերին գումարվի մյուս նաև այսպես կտորային, ուրիշ քաղցրավենիք եւ այն վերաճի իրականում շատ մեծ բիզնեսի, երբ կունենաք արդեն օգնականներ։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ անչափ շնորհակալ եմ Լիլիթ ջան։ Սիրելի հետևորդներ, գիտեք, յուրաքանչյուր ասպարեզում, երբ տեսնում ես
կանանց, ովքեր կարողանում են իրականում հասկանալ, կանգ առնել, կողմնորոշվել, հասկանալ որտեղ կարող են իրենք աշխարհում ամեն ինչ փոխել եւ այդ քայլը անում են գնալու այդ ուղղությամբ, սա արդեն հրաշալի է։ Երբ սրա հետ զուգահեռ իրականում մի ասպարեզ է, որտեղ շատ սիրո ու ջերմության հետ է կապվում, սա արդեն, ինչպես ասում են, երկրորդ հրաշքն է։ Բայց շատ կարևոր է, երբ մարդը գտնվում է այն տեղում, որտեղ որ կարողանում է երջանկություն, անակնկալներ պարգևել ուրիշներին, ու միևնույն ժամանակ սա իր համար հաճելի է։ Գուցե հոգնեցուցիչ, բնականաբար ծանր պատասխանատու աշխատանք է, բայց հաճելի։ Դուք տեսնում եք հեռախոսահամարը, ունեմ ինֆորմացիա, որ հատկապես երեխաների միջոցառումների ժամանակ շատ պահանջված է Naira Cakes-ի տորթերը, որովհետև իրականում ամեն ինչ բնական, ինչպես Naira նշեց, տնական, ինքը լինելով 3 փոքր, 3 հրաշքների մայր, դուք պատկերացնում եք ինչքան ուշադիր պիտի լինի, որ յուրաքանչյուր երեխա, ով կփորձի այս հրաշքը, կարողանա իրականում վայելել ժպիտը եւ այդ տրամադրությունը պահպանելով։ Այսինքն ամեն ինչ ոչ միայն շատ բնական ու այդպիսի մթերքներով է, այլ միևնույն ժամանակ շատ կարևոր մի բան, ամեն ինչը շատ ուշադիր հետևում է նաեւ պահպանման ժամկետներին։ Գիտեք, փոքր մի տորթը կարող է աշխարհում մեծ սեր փոխանցել եւ կարծում եմ, որ այդ հնարավորությունն այս պահին ունեն Վանաձորի հարակից բնակավայրերի բնակիչները։ Եվ կարգախոսը, որը շատ հետաքրքիր է, վստահեք ձեր առիթների ամենակաղցր մասը մեզ պատրաստվում է սիրով։ Naira Cakes։ Այսօր մենք զրուցում էինք շատ հետաքրքիր տարբերվող կնոջ Naira Cakes-ի հիմնադիր Նաիրա Ղուկասյանի հետ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք շատ ունենանք երջանկության առիթներ եւ երևի դժվարության հետ մեկտեղ ամենագեղեցիկ, ամենահաճելի մասնագիտությունն է պատրաստել տորթեր, որովհետեւ տորթերը որպես կանոն տոնի, ուրախության, սիրո ու անակնկալի մասին են։ Այս ասպարեզում, ինչպես ասում են, պիտի գտնել դրական մարդկանց։ Այս պահին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ուզում եմ, որպեսզի հենց այսպիսի առիթներ շատ ունենանք եւ այս հեռախոսահամարը մեզ իրականում շատ անհրաժեշտ լինի։ Շնորհակալ եմ, որ հետեւում եք մեզ։ Ուզում եք իմանալ, որտեղ են հատվում հյուրընկալության արվեստն ու բնության հրաշքը։ Եկեք Mountree։ Mountree հյուրանոցը գտնվում է Վանաձորից 5 կիլոմետր հեռավորության վրա Վանաձոր Ալավերդի ճանապարհի աջ կողմում, Փամբակ գյուղի մոտ։ Հետաքրքրող բոլոր հարցերի ու ամրագրումների համար կարող եք զանգահարել։